Ովքեր կարդացել են Սուրբ Գիրքը կհիշեն, գիտեն այդտեղը որոշ բաներ հաստատ կիմանան այդ գրվածքի մասին։ Բայց մի բան, որ միտքս ծագեց քարոզի համար, սա էր չպակասես։ Եվ խոսքս ոչ միայն ֆիզիկապես եկեղեցուց բացակայելու մասին է, կարելի ասել ավելի շատ այդ կողմով չեմ խոսել։ Դե կարող է թող լինի 5%, ես խոսել եմ հոգևոր պակասելու մասին։ Կրկնում եմ, երեք ջերմ իսօր միտքս ծագել է այդ բառը։ Եվ ես երբ որ այդպես արնում հասկանում եմ, որ ես էդի պիտի կարոզեմ։ Եվ դրա շուրջ սկսում եմ կառուցել ավետարանից, չպակասես։ Մի հատ քո անձին ասա խնդրում եմ, ասել, երկրպագության ժամանակ ինձ ասում էի, չպակասես։ Եկեղեցուն ասում էի, չպակասես։ Եկեղեցի չպակասես։ Հոգևոր բաներից չպակասես։ Թույլ չտաս, որ պակասի քո կյանքում հոգևոր բաները։ Այնքան կարևոր է այսի։ Ինչ է կարծում։ Այսքան մարդ, որ ստեղ չի, ինչի հետևանք է։ Ինչի հետևանք է։ Մի հատ հասկացա։ Մեկը կարևոր գործ ունի այսօր։ Անցածիներ են մեկը կարևոր, են մյուսիներ են մեկը, հասկանալի է։ Շատ ավելի, չգիտեմ, կարևոր, ես իմ անհրաժեշտ չհետաձգվող բաներ։ Բայց ընդհանուր առմամբ ինչ ես կարծում։ Ձմեռս տեղ հազիվ էիք նստում։ Ես լավ եմ հիշում։ Ես միշտ եմ հիշում։ Ես միշտ եմ նայում, մտածում, վերլուծում, աղոթում։ Ձմեռը, ասում էինք, գնացել եմ 16-ատ աթոռ եմ բերել Երևանի եկեղեցուց, ավելացրել եմ կես մի ռիալը հետևում, որ դուք կարող եք նստեք։ Հիշում եք, չէ՞։ 90, 95, են մեկը 110, 115, ես հաշվում եմ։ Ամբողջ ձմեռը նոյեմբեր ամսից սկսած այդքան մարդ է եղել մինչև գարուն։ Ինչ եք կարծում, ինչի հետևանք է։ Մենակ շոքի, մենակ գործի, մենակ հանգստի, ստեից բանը պակասում սիրելիներ, այստեից։ Բոլոր տարբերակները ինչ որտեղ ընդունելի են մեկ կամ երկու անգամ, բայց ստեղից հոգևոր բանը պակասում, որ դու ես էլ չեմ ուզում լինել ստեղ։ Ուզում եք լինել են տեղում, որը մեր համար այդ պահին շահավետ է և օգտակար է, օգուտ է։ Այդտեղ ենք ուզում լինել։ Կիրակի օրը։ Դրա համար ընտրել եմ, դրա համար չես ասում, դա ծագել է իմ միտքը։ Դրա շուրջ սկսեցի կառուցել։ Վերնագիրը պատկանի կարող է լինի չպակասես։ Ես ուշադիր եմ կարդում Սուրբ Գիրքը և եբրայեցիների թղթի մեջ մի տեղ կա, սեից հետո վկա գրած չպակասվենք։ Բայց չեմ ուզում գրեմ չպակասվենք։ Որտեղ շատերը կարդան կարող է ասեն, ես ինչ է, դա համար գերադասել եմ գրենք չպակասենք, ավելի լավ է գրենք չպակասենք։ Ամեն վերնագիրը։ Շատ եմ մտածում, շատ եմ խորվում, խնդրում Տիրոջը։ Այս ուսերս պինդ է, բայց լավ բեռ կաղը։ Ինչքան պինդ է մեջքս ուսերս, այդքան էլ բեռ կա իրա։ Դատարկ չի։ Դա Աստծո դրած բեռն է, դա եկեղեցու բեռն է, դա քո բեռն է։ Անկեղծ եմ ասում։ Ես չեմ ձանձրանում այդ բեռից։ Ես չեմ ասում Տեր Աստված ինչ ես իմ վրա բեռ դրել, երբեք չեմ ասել։ Չեմ էլ ասում հիմա։ Չեմ էլ պարծենում ասեմ, չեմ էլ ասի։
Խելքս կտրում այդքան ապագայի մասին զգուշ խոսել։ Չեմ ասում երբեք Տեր, ինչ ես այսքան դրել, ինչ ես տվել։ Ընդհակառակ, ես հաճույք եմ ստանում Աստծուն ծառայելուց։ Դա իմ համար շատ հաճելի աշխատանք է։ Շատ հաճելի բան է պաշտել Տիրոջը, ծառայել Տիրոջը և լինել Տիրոջ կանչի կոչման մեջ և ծառայել Աստծո ժողովրդին, ծառայել սուրբերին։ Բայց խորհում եմ, մտածում եմ, աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, բայց դու այս պահը սենց չես ուզում։ Դու շատ մեծ, ավելի մեծ, լիքը բաներ ունես մեր համար, լիքը խոստումներ ունես դու մեր համար, Տեր Աստված, շատ բաներ ունես մեր համար։ Մենք դրանց դեռ չենք հասել, դեռ չենք վայելում մենք դրանք Տեր։ Ամեն։ Համաձայն չես իմ հետ, որ մենք դրանք դեռ չենք վայելում։ Ինչ եմ ուզում Աստծուց, ինչ եմ աղոթում, ինչ եմ խորհում, ինչ եմ մտածում։ Ասում եմ, եթե սենց մնանք, սենց շարունակվի մեր ամբողջ ախորժակով ինչքան որ ունենք, այդտեղ չենք հասնելու։ Եթե մի բան չտարակչի, տեղ չենք հասնելու։ Եթե հոգու աշխարհում մի հատ մեծ ճեղքում տարակոց չլինի, մեր հոգիների ու սրտերի մեջ մի հատ լուրջ, մեծ հանդիպում չլինի, ջարդ ու փշուր չլնենք։ Դրական իմաստով ջարդ ու փշուր։ Տեղ չենք հասնի, սիրելիներ, կպակասենք։ Մի հատ նայեք քո կյանքի մեջ, ես էլ իմ կյանքի մեջ։ Հոգևոր ինչքան բան է իմ ու քո կյանքից պակասել։ Պակասել բառը այնքան հեշտ հասկանալի է, դու ամեն վայրկյան կարաս համեմատես քեզ։ Քո երեկվա հետ, քո մի ամիս առաջվա հետ, քո անցած տարվա հետ, քո 3 տարվա հետ, քո 10 տարվա առաջվա հետ, համեմատում ես տենես, որ դու պակասել ես։ Ես պակասվածներից մասին եմ խոսում։ Եթե կա մարդ, որը չի պակասել, անընդհատ աճում է, Տերը իրան շատ օրհնի։ Ես խոսում եմ պակասվածներից մասին, ինձ էլ մեջ է դրած։ Իրանց մասին եմ խոսում։ Որ չիմանաս հեշտ խոսում եմ, ստեղից քեզ եմ մենակ ասում, ինձ էլ եմ ասում։ Պակասվածներս կարդալդ պակասվել է, եկեղեցի գալը ցանկությունդ ախորժակդ պակասել է, ծառայելու ցանկությունդ պակասել է, աղոթելու ցանկությունդ պակասել է, մարդկանց սիրելու, մարդկանց ժամ տալու, նվիրվելու ցանկություններս պակասել է։ Մի հատ հետաքրքիր բան կա Եբրայեցիս 2:1-ում։ Ես 4 կետ եմ առանձնացրել, որ ինչ է լինում, ինչ 4 բան, ոչ թե հենց այդ 4 հատն են, ես եմ այդ 4 հատ արել։ Մեկը կարող է Քարոզի ասի 400 բան, բայց ես 4-ի մասին եմ խոսում։ 4 բան, որոնք մեր կյանքում պակասեցնում են հոգևոր բաները։ Այս է, որոնք մեր ներսում անեց են անում մեր մտքի մեջ, որ մենք հոգևորությունից պակասում ենք։ Ընկնում ենք հոգևորությունից։ Կշերքը էթալով էթում է ներքև, միլիմետրը գնալով էթում է ներքև, մետրը ներքև է իջնում, ոչ թե վերև է բարձրանում։ Սրա մասին եմ այսօր խոսում, լավ է։ Ամեն։ Կարիք ունես սրա։ Կարիք ունես, որ Աստված իմ ու քո պակասությունները լրացնի։ Կարիք ունես, որ Աստված եկեղեցու հոգևոր պակասները ավելացնի, լրացնի։ Կարիք ունես։ Ունես, չէ՞։ Ամեն։ Եբրայեցիս 2:1 Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Շեղվել բառի մյուս թարգմանությունը պակասել բառն է։ Եվ ես պակասելի վրա եմ խոսալու։ Ամեն։ Որպեսզի չպակասենք։ Ինչ պիտի անենք։ Գիտեք դրա համարը ինչի մասին է խոսում։ Ինչ է կատարվել առաջի գլխում։ Հեղինակը բան է պատմում, Եբրայեցիս թղթի հեղինակը պատմում է, ինչեր է կատարվել,
հետ սենց եղավ, մեր օրինակի համար է գրում ու ասում է Արսեն խրատար, դրա համար, նա իրանց հետ որ այդպես բաներ ա եղել, դրա համար, որպեսի այդ բաները մեր գլխին էլ չգա, մեր հետև չպատահի, լավ եմ ասում, պետք է առավել ևս ուշադիր լինենք։ Ես ուշադիր բառը շատ պարզ բառ է, կարող եմ ասել ինչ է նշանակում։ Ուշադիր նշանակում է ուշքդ, միտքդ, կենտրոնացումը դիր տվյալ բանի վրա, ուշադիր, ուշը դրելու։ Դրեցիր։ Ուր դրեցիր։ Մեկ ասում եմ տեր։ Երեք գիտեք ասում ինչ եմ ասել։ Իմ մեջ էլի։ Մտածում եմ լիքը բաների մասին ասեմ, Աստված ոնց ես մեզ համբերել։ Անկեղծ։ Ով է մտածում, որ ես լուրջ խնդիրների մեջ եմ, դրա համար այդպես եմ ասում։ Ասում եմ դու մեր բնավորություններին, մեր տեսակներին, մեր պահվածքներին, ոնց ես համբերում, ոնց ես մեզի յոլատանում, ոնց, ինչ հրաշալի ես դու, շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ փոխվեմ, չեմ ուզում մնամ աղմոթի մեջ, հասկանում ես ես, հա, դիմացինը շատ մեծ է, շատ մեծ համբերություն ունի, շատ մեծ սեր ունի, անսահման, ներում, սեր, համբերություն, շնորհք ամեն ինչ ունի, բայց ես ուզում եմ ամաչել, վատս գամ ինձ, ինչքան շարժվեմ դրա մեջտեր, ինչքան հաշվի առնեմ մենակ քո որակները ու ունձի անընդհատ վատ պահեմ, ով այնց հասկանում, ասացես ինչքան, ինչքան հաշվի առնեմ, որ մեկա դու սենց ես, մեկա դու սենց ես տեր, մեկա դու ներում ես, մեկա դու սիրում ես, մեկա դու համբերում ես ու շարունակեմ ինձ անընդհատ սխալ պահել, չդառնամ, չգամ, ուշադիր չլինեմ, նորից ասում եմ տեր, գիտեք, որ ասում եմ տեր, կարաս մեզ հավաքես, ի նկատի չունեմ, որ ինքը չի կարող, այլ ուրիշ բառ չունեմ ասելու, նմ տեր կարաս մեզ հավաքես, կարաս մեզ պոկես ու նայում եմ հոգուս մեջ, Հիսուսը ոնց նայեց Մատթեոս ավետարանի մեջ, ասես տեսա, որ ժողովուրդը ոչխար չունեցող, հովիվ չունեցող, ոչխարների նման, չէ, գառների նման, ամեն մեկը հոգնած, սիրուցանելած, ամեն մեկը միտեղ ընկած է, գիտես, դու քո կորդինատ գիտես, չէ ինչա, դու որտեղ ես գտնվում, մեստապալաժենի, ոնց կա ֆիզիկական մեստապալաժենի, հոգևոր, արտենց էլ կա հոգևոր մեստապալաժենի, կորդինատ, դու որտեղ ես գտնվում, ու ասում եմ տեր, մեր ուշքը, միտքը, մեր ուշադրությունը, այնքան քեզնից այն կոմա ուրիշ տեղեր, կենտրոնացած դրացատ է, ասում եմ կարաս մեզ իմ պոկես հավաքես ատից, հասկանում ես ինձ ինչ եմ ասում, ասեմ տեր մեզ կարաս պոկես ու մեզ հավաքես բերես ատեղից, որտեղ եմ դրել ես իմ ուշքը, իմ միտքը, իմ ուշադրությունը որտեղ եմ դրել, Աստվածաշունչն ասում է ուշադիր եղիր քո լսած բաներին, հիմա ով է ինձ լսում, բոլորդ չէ, բայց քանի հոգ են ուշադիր լսում, քանի հոգ են կենտրոնացած լսում և քանի հոգ են հասկանում ու որոշում, որ այսօր ինչ լսան իրանք դա կատարելու են, Աստվածաշունչը սրա մասին է խոսում, եթե դա մենք չենք կատարելու, Սուրբ Գիրքն ասում է դու ուշադիր չես լսել, որտեղ դու ներկա էիր պաշտամունքին, Արսենը քարոզում էր, այն մեկը քարոզում էր, այն մեկը քարոզում էր, բայց քո ուշք ու միտքը, քո ամբողջ էության ներքին կենտրոնացումը ուրիշ տեղ էր, ես չէի կարում քեզ դից պոկեի բերեի դնեի ստեղ, որ դու հավատքով ընդունեիր քարոզը, հովիվների, քարոզիչների, ուսուցիչների, այդ տասնապետների ովքեր որ կան, որ ուշադիր լսեիր դա, կենտրոնանայիր դրանց վրա, հավատքով ընդունեիր, որ դա սկսեր քեզ օգնել։ Անկեղծ հարց եմ տալիս, շատ անկեղծ բոլորիս,
Թեկուզ եթերում ենք, ես չեմ վախենում կամ ամաչում, որտև ավետարան եմ կարոզում։ Անկեղծ հարց եմ տալիս։ Եթե մենք մեր լսած բաներին ուշադիր լինեինք, գիտեք մեր հոգևոր վիճակը հիմա ինչ պիտի լիներ։ Այն ինչ որ քարոզվում, այն ինչ որ դու կարդում ես, այն ինչ որ դու քարոզի տեսքով լսում ես տարբեր տեղերից, եթե դու դրանց ուշադրություն դարձրած լինեիր, եւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, քո ներսում դրանք ընդունվել ու խառնվել, միանալ հավատքին։ Գիտես հիմա մենք ինչ հոգևոր վիճակների մեջ պիտի լինենք։ Գիտես որտեղեր ենք հիմա հասել։ Բայց 10 տարի, 5 տարի, մի տարի, 20 տարի, 30 տարի, 40 տարի լսում ենք, խնդիրը ասում է Եբրայեցիս թղթի հեղինակը, ուշադիր չեք լսում առաջի բանը, դուք ուշադրություն չեք դարձնում ձեր լսածներին, մատենք առավել ևս բառի, ավելի շատ, որ ասում ես չէ, որ էլիս ես արիր, առավել ևս եսի պիտի անես, երբ որ դու մի բանի ասում ես առավել ևս, դու դրան հատուկ արժեք ես տալիս, ինչի մասին, որ դու խոսում ես, ամեն, առավել ևս ուշադրություն դարձնեք ձեր լսած բաներին, որ չպակասեք, առաքյալը խոսում է պակասելու մասին, մի հատ պատմեմ ինչ է տեղի ունեցել եբրայեցիների եկեղեցում, եբրայեցիները ազգովի հրյաներն են, ծնունդով հրյաներ, եվրեներ, Աստծո ընտրված ժողովուրդը, ովքեր դարձի էին եկել հուդայիզմից, կերոնից, օրենքից և հավատացել էին Հիսուս Քրիստոսին, բարի լուրին ավետարանին, ամեն, և կար ժամանակ անց, իրանց եկեղեցի մտել էին սուտ մարգարեներ, վարդապետներ, ուսուցիչներ, ու սկսել են իրանց խաբել, որ այդպես հնարավոր չի, ճիշտ է են հիննա, և եթե դուք մեսիա եք ման գալիս, այն Քրիստոսը, որ խաչվեց, դա մեսիան չէր, սուտ են ասում, խաբել է ձեզ, բայց իրանք էին խաբողները։ Եվ շատ հրեա հավատացյալներ հավատքից հեռացել էին, ճշմարիտ հավատքից հեռացել էին, նրանք վերստին ծնված էին, այո, նրանք լեզուներով աղոթում էին, այո, նրանք ճշմարտապես հավատացել էին Տիրոջը, ապաշխարել էին, այո, նրանք վայելել էին Աստծուն, այո, Սուրբ Հոգուն հաղորդակից եղել էին, այո, որևէ եկեղեցի գնում էին, այո, Սուրբ Գիրքը գիտեին, այո, բայց ինչ եղավ, նրանք սկսեցին չհավատալ այն բաներին, ինչին հավատացել էին օրինակ 10 տարի առաջ ու դարձի էին եկել ու ապաշխարել էին սկսել էին պակասել դրա համար հենց իրանց գրեց շատ ուշադիր լսեք որպեսզի հասկանանք իրար ես բոլոր համարները չեմ կարդամ բայց դուք հավատում եք որ այդպես բաներ կա գնաց ամեն ինչ էին խաբել 4-րդ գլխի մեջ ինչ էին խաբել սպասեք արեք ասում է, խաբել էին հրյաներին, ասում էին, այն հանգստի մասին, որ Աստված խոստացել է, որ մեզ տանի իր հանգիստը, այդ հանգիստը վերջացել է։ Հեսուն, Մովսեսի փոխանորդը հետոյի, Հեսուն հրյաներին տարել է հանգիստը, մտել են Քանանի երկիր, այդ հանգիստը արդեն վերջացել է, այն չկա այդպես բան, դուք իզուր եք հիմա հավատում։ Գնացեք, աշխատեք, զբաղվեք ձեր համար, ձեր հուդայիզմով շարունակեք ապրել այդպես, հանգիստը վերջացել է։ Դրա համար հեղինակն ասում է, եթե Աստված իրանց Հեսույով հանգստացրած լիներ, այն Դավիթի բերանով չէր ասի, մի հատ ուրիշ օրվա համար ձեզ խոստանում եմ, որ մտցնեմ իմ հանգիստը, որտեղ Դավիթը Հեսուից հետո էր։ Ամեն, հիմա հեղինակն ասում է, Աստված սկզբից որ ասեց, ձեր համար մի հատ հանգստի օր եմ պատրաստել, և եթե դուք դա հասկանում եք մենակ այն, որ ժողովուրդը մտավ Քանանի երկիր Հորդանան անցավ, դուք խաբվել եք, դա ուրիշ
պատմություն էր։ Դրանից հետո Աստված, դրա համար է գրում 4-րդ գլխում, ասում Աստված նոր օր է ասում։ Մենք ասա նոր օր։ Նոր օր է ասում, Աստված նոր օրվա համար է խոսում։ Եվ երբ որ Եբրայեցիս 4-ի 1-ը գցես մի հատ Նարինե ջան։ Նայեք ինչ է ասում։ Ասում է թե քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը կա, մնում է։ Մի հատ ասա մնում է։ Մնում է։ Տեսեք ինչ ասում, ուրեմն զգուշանանք, քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Ֆոնը հասկանում եք ինչ ա գրում։ Այո։ Հիմա նայեք, ասում է նրա խոստումը, որ ասել է, ձեր համար մի հատ ուրիշ նոր օր եմ սահմանել, որ մցնեմ իմ հանգստի մեջ։ Այդ հանգստի օրը էլ է, երբ որ հավատացյալ մարդը երկրի վրայից գնում է իր հանգստի մեջ, պրծա, որ դու ամեն ինչով հանգստանում ես։ Ամեն վերջնական փրկությունը ամեն առումով։ Հասկանում եք իրար։ Ասում է, այդ խոստումը Աստծո դեռ մնում է։ Դեռ կա, Եբրայեցիս թուղթն է գրում, սա գրվել է Հիսուսից հետո։ Նա ասա Հիսուսից հետո։ Եվ գործում է մինչև այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհը կա, նրա հանգստի մեջ մտնելու խոստումը կա, քանի դեռ մարդը ողջ է, սաղ է, կենդանի է, նրա հանգստի մեջ մտնելու խոստումը գործում է, մարդը կարա հավատա ապաշխարի փոխվի եւ լինի մնա ապրի հավատացյալ եւ վերջում մտնի իր հանգստի խոստումի մեջ, որտեղ այդ խոստումը հələ աշխատում է, դուրը չի փակվել։ Հեսուի մցրացի դուրը փակվել է, պրծել է, չկա, բայց նոր հանգստի համար Աստված նոր կտակարանի մարդկանցս համար նոր հանգիստ, նոր օր, հասկանում, մերսից, որ ասում է, ու այդ հանգիստը դեռ մնում է, մի հատ ասա մնում է, ասա մնում է, ես շանս ունեմ, իմ բարեկամները դեռ շանս ունեն, իմ հարազատները, ընտանիքի անդամները դեռ շանս ունեն, Աստծո հանգստի դուռը դեռ չի փակվել, խոստումը հələ աշխատում է, մնում է, նրանք կարող են մտնել այդ հանգստի մեջ, նրանք կարող են աշխատել դա, դրա համար է գրում ինքը այդպես, որ հրեաներին բացատրի, որ ձեզ խաբել են, որ Հեսույով հանգստի օրը վերջացել է, խաբել են ձեզ։ Հիմա, մեր խաբելը որն է։ Մեր միտքն էլ է խաբվել շատերիս։ Դու հավատացյալ ես, դու փրկված ես, դու կարաս լինես անտարբեր, դու կարաս լինես ես, դու կարաս լինես ընես, գիտեք բառացի ոչինչ չի ասի սատանան։ Ոչինչ բառացի։ Բայց մտքովդ քեզ կասի, ու գիտես ինչքան լավ, ում ես պակաս որ։ Մի վարկյանում ամբողջ եկեղեցու 150-200 մարդկանց կարա մտքովդ այսպես անցկացնի, բերի իրանց պատկերները քո աչքի առաջ ու դու նայես դրանց, որ դու բոլորից լավն ես։ Ու դու տես մնաս։ Ինչ հայր է որ։ Էս չեմ անում, չէ որ։ Սիրելիներ, Աստծո հանգստի խոստումը դեռ մնում է։ Ուրեմն որն է, ինչ ասում մեզ առաքյալը։ Զգուշանանք։ Ինչ։ Երկրորդ կետը զգուշանալն է։ Ինչ առաջի կետը ուշադիր լինելն է, երկրորդը զգուշանալը։ Ինչ զգուշանալու մասին է խոսքը։ Ինչից զգուշանալ։ Զգուշացիր, որ անտարբեր չմնաս, զգուշացիր, որ չդադարես դրան հավատալուց, զգուշացիր, ճիշտ պահիր քեզ, ամեն, այն օրը մի հատ սենց արտահայտություն եմ անում, մի հատ դասի ժամանակ, հետաքրքիր միտք եկավ մոտս, ասեցի կարելի է մի օր քարոզել էփի մեջս նոր, այսօր շատ են չի ասում, օրենքն է ասում, հետի օրենքն է, հետի, ոչ մեկ չի ասում, որ շնորհքն ինչ ասում, շնորհք ինչ ասում, ուտեց միտք եկավ, ինձ մի օր կքարոզեմ, ինչ է ասում շնորհքը, շնորհքն ինչ ասում, բոլորը ասում են, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, որտեղ օրենքն ասում է սենց, բայց ոչ մեկ չի ասում, շնորհքն ինչ ասում, շնորհքը
Շնորհքը 1000 անգամ ասում չանես ավելի խորը։ Ամեն։ Ուրեմն զգուշանանք, քանի հոգի կան, որ իրանց մեջ ձեր չբարձրացնես, բայց աղաչում եմ քեզ, քո հետ անկեղծ լինես։ Քանի հոգի կան, որ իրանք հիմա իրանց մեջ իրանք կարա խոստովանեն, որ իրանք սառել են, իրանց հետաքրքրությունը Աստծո խոսքի և եկեղեցու և ծառայության նկատմամբ մարել է, պակա չեմ ուզում ասել կորել է, պակասել է, սառել է և նրանք այլևս նույն հետաքրքրվածությունը, նույն ջանքը, նույն ախորժակը չունեն Աստծո և Աստծո խոսքի Աստծո ծառայելու նկատմամբ։ Կրակը պակասել է, սերը պակասել է և իրանք հետ են գնացել։ Խոստովանիր քեզ, եթե քեզ տեսնում ես։ Արեցիր։ Ովքեր չեն տենում, թողչանը։ Ովքեր իրանց տենում են ավելացած, մի խոստովանիր, որ դու պակասել ես։ Ովքեր իրանց տենում են, մի խոստովանիր քեզ, որ դու պակասել ես։ Բայց ես քեզ աղաչում եմ, եթե դու տենում ես սրանք քո մեջ, քո իրականություն ընդունես, որտեղ էդի է փոխելու ինձ ու քեզ։ Երբ որ մարդը սկսում է իր իրականություն ընդունի, ես հայտարարում եմ այսօր, ես զգուշանում եմ։ Ստորակետից հետոնով բարձրացան կկարդա։ Արմեն կարդա։ Ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Լսա՞ք։ Ասում անես չլինի, որ ձեզանից որևէ մեկը դուրս մնա Աստծո հանգստի մեջ մտնելու այդ խոստումից։ Ասում այդ դեռ աշխատում է, բայց եթե դուք չզգուշանաք, այն խոսքով, եթե դուք ուշադիր չլինեք, ձեր ուշադրությունը չդնեք Աստծո վրա, Աստծո խոսքի վրա, չկենտրոնանաք Հիսուս Քրիստոսի վրա, ասում դուրս կմնաք։ Հիմա կարող է մեկը լսի այս պատգամ մասի, բայց չէ, ես փրկված եմ։ Համոզեք, որ դու փրկված ես։ Ես խոսում եմ վերջի մասին։ Խոսում եմ այն բաների մասին, որ դու կարող ես քո ձեռք բերածների, ստացածների, նվեր ստացածների նկատմամբ շատ անտարբեր, անփույթ լինես և կորցնես։ Ինչ եք կարծում, մի հատ էլ շատ անկեղծ հարց եկեղեցի ջան։ Ուզում եք իրար հավատանք, սենց։ Ես ոչինչ չեմ կորցրել, առավել ևս ես ունեմ լիքը բաներ, աճել եմ, աճում եմ, լիքը բաներ ունեմ, ուղղակի հենց դուք էդի չեք տենում։ Հնարավոր բան եմ ասում։ Չէ։ Հնարավոր չի, որ ելնի չերևա։ Գիտես ասել եղբայր, ես շուտ կորցրել, գիտես ես ինչեր ունեմ, գիտես ինչքան լավն եմ, գիտես ինչ տաղանդներ ու պարգևներ ունեմ, ես տրաքում եմ, դաժե, ենքան լծված եմ, պրոստո դուք չեք տենում հլե, պրոստո հլե հետի չի երևում, սատանան խախում է, Գիտեք, Հռոմեացիս թուղթ ասում է բոլորս մեղք ենք գործել, նա ասա բոլորս, և պակասել ենք Աստծո բանից։ Գիտեք, դա կար, խոսում է Ադամի Եվայի մասին, դա կար իրանց վրա միջև մեղք գործել են, երբ որ իրանք մեղք գործին Աստծո փառքից եկան, մենք էլ իրանց հետ մեղք գործեցինք ու Աստծո փառքից եկան։ Օձը այնօր մեր
տասնյակին մի փոքր ասեցի ոսկետափի 3 րոպեով։ Ասեմ, ոնց է ինչ ասեց Եվային։ Ինչ եղավ։ Այս չարի ու բարի գիտության ծառը։ Ինչ է կոչվում չարի ու բարու գիտության ծառը։ Դա մեզ, երբ որ մենք այդից օգտվում ենք, դա մեզ յուրատեսակ գիտություն է տալիս, բարու և չարի վերաբերյալ։ Աշխարհը մտած մարդ չկա, եթե ինքը հիվանդ չի մտային իհարկե, նորմալ մարդու մասին է խոսում, անհավատ մարդու։ Այդպես մարդ չկա, որի մեջ ի ծնե, ի բնե, չարն ու բարին որոշակի զանազանելու տարբերություն չունենա։ Բացա, ինչի է այդպես, որովհետև երբ որ Եվան ու Ադամը ծառից կերան, իրանց մեջ բարին ու չարը զանազանելու գիտություն եկավ, իրանք այդից սկսին հասկանալ, որն ալա, որն ալա, և մենք էլ իրանց հետ այդ խնձորը, լավ, այդ խնձորից կերանք, դրա համար մենք տենց ենք ծնվում։ Մարդիկ ծնվում են չարն ու բարին գիտակցելու զանազանության այդ տեսակով, որտեղից, երբ որ ենի կերան, իրանց մոտ եկավ, եսի չարը, եսի բարյա, բայց սատանան ոցի միջոցով ինչ էր ասում, և այն որն էր հարցը։ Ես պարզեցրած հարց եմ տալիս, Եվա, այս ծառի մեջ բարի իմանալու բան կա, հա, օդ, տենում ես, դրա մեջ բարի բան կա, բայց Աստված արգելել է ձեզ ըտից ուտելու, բարի բան կա, օրհնություն կա, բայց Աստված չի ուզում, որ դուք էդի իմանաք։ Լսեցեք ինչ եմ ասում։ Ինքն է, չէ, իրոք ինքը, որ ասեց ես իծրանից չուտեք ես բարի ծառից։ Չարը հանեց նրանքից։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Իրոք Աստված ասել է չուտես։ Հա, տենում ես։ Հետո էլ ասում ես ինքը մեզ շատ է սիրում, ինքը մեզ որսնել է, ինքը մեզ ամեն ինչ տվել է, դրա մեջ բարի բան կա, ու ինքը հետի ձեզնից պահել է։ Ով է ինձ հասկանում։ Եվ Եվա ոնց թե Տեր Աստված։ Ուրեմն ստե, սրա մեջ լավ բան կա դու մեզնից պահել ես։ Աստված մեզ միլիոնավոր օրհնություններ ա տվել։ Ամեն։ Միլիոնավոր։ Բայց մենք այդ ամեն ինչի հանդեպ կարանք լինենք անտարբեր։ Լսում ես։ Կարանք հաշվենք 0 ու կենտրոնանանք Արսենի մի հատ օրհնության վրա ասել այ ինքը որ ունի ես էդի չունեմ։ Միլիոնատ ունեմ էդ հեչ։ Բայց Արսենը որ մի հատ ունի, հասկանում ես ինձ։ Այդ ես չունեմ ու սկսես ընկնել Արսենի հետևից։ 31 տարվա հավատքից փորձն ասում է, որ չի հաջողվելու։ Չի ստացվելու ուղղակի։ Ոչ մեկի հետևից լինիր։ Կենտրոնացիր քո հավատքի վրա, Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Մյուս կետը, որ ուզում եմ ասել, մի հատ հետ կգնաս, երկուսի մեկը մի քիչ ուրիշ թարգմանությամբ։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է ավելի ճիշտ է, ասում է երրորդ կետը, որը մենք կորցնում ենք ու մեր մոտ հոգևոր բաները սկսում է պակասել, ես դրա մասին եմ խոսում։ Ուրեմն առաջինը ուշադիր չենք, երկրորդը զգույշ չենք, հասկացել ես ինձ։ Եվ երրորդ բանը տեսեք ինչ է գրում առաքյալ, ասում է ուրեմն վախենանք։ Ես կկարդամ սրանով, եթե դուք չեք հավատում ինձ։ Չորսի մեկի մյուս տարբերակը ասում է ուրեմն վախենանք։ Մեկ ասա վախենանք։
ինչից վախենանք։ Չմտնելու, խոստումից զրկվելուց վախենանք, մի հատ ասա վախենանք։ Երբ որ վախենանք, կորցնելուց մենք 1000 բանից վախենում ենք, բացի ամենաճիշտ բաներից։ Մենք վախենում ենք, որ փող կորցնենք, մենք վախենում ենք, որ մեր օգուտը կորցնենք, մենք վախենում ենք, որ մեր հեղինակությունը կորցնենք, մենք վախենում ենք, որ մեր սերն ու հարգանքը կորցնենք, հանգարց, բայց մենք պիտի վախենանք, ասում է Առաքյալը, որ վախենանք, իրան էլ է դնում մեջ։ Չի ասում վախեցեք, ասում է վախենանք, որպեսի դուրս չմնանք։ Քանի հոգել վախ ապրում, ճշմարիտ վախ, անկեղծ եմ ասում, այսօր շատ եմ հարց տվել, ձեզ ու էլի եմ տալու։ Քանի հոգել վախ ապրում, կարող է հանգարց հիմա հափշտակություն լինի, ես չգամ դեր։ Եթե դրա մասին չես էլ մտածել էդի քո համար մեկը, ասեմ խապված վիճակ եմ ուտում։ Հենց հիմա, եթե փողը հնչվի և հրեշտակները սկսեն սուրբերին հավաքել, հավատացյալներին հավաքել, վախ չունես դրա նկատմամբ, կարող է ես հիմա չհափշտակվեմ դեր։ Գիտեք, այս թեմաներով ենքան չենք խոսում, այս թեմաներով ենքան քարոզիչները չեն քարոզում։ Գիտեք, մի հատ բան կա, վտանգավոր բան կա, չեմ հիշում, անցած տարի էր դե նախանցած, ով կհիշի, մեր մոտի աղոտքից են մեկ ուրիշ տեղեր ամենք ասել, ասում էր շարունակիր քարոզել խաչի մասին, որտեղ այսօր խաչի քարոզը մոռացված բաներից մեկն է սիրելիներ, մարդիկ այսօր չեն քարոզում խաչի մասին, որտեղ խաչը, դու որ գնում ես խաչի մոտ, դու պիտի տաս, մարդը չի ուզում տա, չի ուզում տա իրա սիրած բանը, չի ուզում տա իրա սիրելի զբաղմունքը, իրա սիրելի զգացմունքը, իրա լավ բաները չի ուզում տա, դրա համար նա չի սիրում խաչի քարոզը, նա ուզում է իրան ասել, Աստված օրհնի քեզ, դու հրաշալի ես, գնա հանգիստ քո համար Տիրոջը փառք տուր ապրի, դու ինձ լավն ես։ Մտածել ես այս մասին, անկեղծ, վերջի անգամ երբ ես մտածել, մի պատասխանի, բայց հիշի, վախենալ ճիշտ ձևով, կարող է հանկարծ, Տեր Աստված հիմա, որ դու գաս, ինչա լինելով։ Ես չեմ խոսում դու վերջնականապես երկինքը մտնես թե չէ։ Ես խոսում եմ այսօրվա այն վախի մասին, որ տենաս չասը վախենալ, ժողովուրդ։ Այնքան անտարբերություն կարող բռնի սիրելիներ մեր կյանքերը, որ մենք ընդհանրապես չվախենանք ինչ-որ հոգևոր բաներ կորցնելուց։ Բացարձակ, ինչ վախի մասին ես խոսում։ Երբ Հիսուսը գա առաջինը ես եմ։ Այս վիճակներ, խապված։ Երբ գա ես բաղոնց, չգիտես է ինչի հիման վրա է այդպես խոսում։ Ինչի հիման վրա, որտեղից է դի։ Եթե առաջի դարի, ժողովուրդը լսում եք, եթե առաջի դարի հավատացյալների մոտ սենց իրավիճակները ստեղծվե, ովքեր հազարավոր հրաշքներ էին տեսել, ում ներկայությամբ կույրերը տեսնում էին, կաղերը քայլում էին, անդամալույցները հնում վազում էին, նրանցից ոմանք Հիսուսի ծառայությունների ժամանակ հետևորդներից էին ու ներկա էին, գիտես ինչեր էին տեսել, բայց հասավ մի հատ պահ, որ իրանք դադարեցին հավատալ, իրանց մի ամիս առաջվա հավատալիքին, մի տարի առաջվա հավատալիքին և ընկան ուրիշ բաների մեջ։ Լավ ասեց, հավատում եմ, գիտեմ Աստված կա, չէ, խապել են քեզ, խնդրում եմ, ես համարի անկեղծ եմ ասում, ես
այնքան ազդված եմ։ Գիտեք ինչ եմ ուզում, համարի այսպես ծնկաչոք ստից աղերսում եմ, ես այս աղերսում եմ այս խոսքը այսօր, որ իմ ու քո կյանքը փոխվի, որ իմ ու քո մոտ ինչ-որ բան արթնանա, մենք հասկանանք, մենք ուր ենք եթում, մենք ինչ ճանապարհի մեջ ենք, մենք ինչքան ենք շեղվե Քրիստոսի ճշմարիտ ճանապարհից, մենք ինչ ճամփեք ունենք մեր մեջ, Աստծո վախը կա թե չկա, ինչ-որ բան կորցնելու վախը կա թե չկա, հանգստի մեջ չմտնելու հանկարծ ինչ-որ մի բան կա թե չկա, մենք մտածում ենք սրանց մասին, իմ ուշադրություն, իմ կենտրոնացումը ներքին ուշքս, որտեղ է, որ առաքյան ասում է, ուշադրությունդ դիր սենց բաների վրա։ Ես հավատում եմ, գիտեք ինչքան ուզում եք ասեք, որ դե շոկ է, մարդիկ չեն կարում գա, դե գործ ունեն, մի բան պակասել է, 10 բան պակասել է, ինչ ուզում եք ասել, 10 բան, մարդիկ շատ ավելի վատ վիճակների մեջ են եկել եկեղեցի, մարդիկ շատ ավելի վատ վիճակների մեջ են նեղությունների համբերել, և իրանց հոգևոր գործը գործար, չեն թողել, չեն պակասել, այլ ավելացել են, բայց այսօր անկեղծ եմ ասում լիքը բաներ պակասել է, և սա դրա վառ օրինակներից մեկն է, արտաքին դրսևորումը։ Իմ թարգմանության մեջ ասում է չափազանց զգույշ լինեք, որ չպակասեք, չափազանց զգույշ լինեք, որպեսզի չպակասեք։ Հաջորդ խոսքը, որ կետը, որ ասում է, ես հավատարն ու անհնազանդությունը կապել եմ իրար հետ, որ ասի 4 կետ եմ ասել։ Վերջի կետը, որ լսում ես, չես հավատում դրա համար չես հնազանդում։ Ժողովուրդ, անկեղծ եմ ասում։ Եթե մենք չենք հնազանդվում, մենք չենք հավատացել դրան։ Ուրիշ բան չկա։ Դու այսօր ինչ անում ես, դու դրան ես հավատում։ Դու այսօր ինչ չես անում, դու դրան չես հավատում։ Չես հավատում, որ կարող է քո հետ բան պատահի, դու պակասես կամ պակասել ես։ Չես հավատում, որ ստեղից ինչ-որ քարոզվում է, ավետարանից է քարոզվում, որը քո օգուտի համար է։ Չես հավատում։ Հավատքը հնազանդություն է բերում։ Անհավատությունը անհնազանդություն է բերում։ Գիտեք, դուք գիտեք որն է ճշմարտությունը։ Դուք ստեղ բոլորը հիմա գիտեք, որ ես ճշմարտություն եմ ասում, որովհետև քարոզում եմ Աստծո խոսքից։ Գիտեք, չէ՞ որ ճիշտ է։ Բայց ոչ բոլորն են հավատում, սա հավատով վերցում, որպեսի հնազանդվեն ու կատարեն։ Լսեցի՞ր։ Այո։ Ամեն։ Ամեն։ Հիշում եք, մի հատ պայման էի ասել ձեզ, խնդրանք, որ ասում եք, մի օր, որ ամբողջ եկեղեցու հավաքվենք։ Ուրեմն այս օրվանից ամեն կիրակի պիտի հայտարարվի դրա մասին, որ բոլորը իմանան մինչև այդ օրը գա։ Ու այդ օրը լինելու է սեպտեմբերի 6-ը։ Սեպտեմբերի 6-ի կիրակի։ Քանի հոգի իրանց մեջ ասին, այս չէ, իմ մոտ չի լինել։ Սեպտեմբերի 6-ին այն կիրակին է, որ ես խնդրել եմ 3 ամիս առաջ, ասում եմ ինչ կլինի, մի կիրակի ամբողջ եկեղեցով հավաքվենք, բոլորը ներկա լինեն, ովքեր իրանց համարում են այս եկեղեցուց, ու կտենակ, եթե բոլորը կան, դա միջանցքում է տեղ չկա, մարդիկ դուրսն են կանգնել, լուսամուտները պիտի բացենք, որ իրաք լսեն, ստե ինչ է խոսում։ Վերցնում ենք սեպտեմբերի 6-ը, կիրակի օրը։ Ամեն։ Ամեն։ Ամեն կիրակի վերջին է, կա հայտարարես էդի։ Ամեն կիրակի կհիշացնե, սեպտեմբերի 6-ին կիրակին է, որ Արարատի Աստծո ժողովուրդ ամբողջ եկեղեցի մեծով փոքրով պիտի ներկա լինի։ Ու դե ես կտենամ,
իմ ամիսների խնդրանքը աղաչանքը ինչքան է գործում։ Ղուկաս, հիմա ինչ է, կելեր եք, տեսակ անցնեմ Ղուկասին, Ստեփան մնաց։ Հիմա Եբրայեցիս թուղթը ինչ է ասում մեզ։ Խիա այդ մյուս օրը վերում հաստատում, ինչի ասում ինչպես են ժամանակ, այնպես են հիմա, ուրեմն ասма ինչպես են ժամանակ, Եգիպտոսից հելած մարդիկ, լիքը մահացան անապատի մեջ, այդքան հավատացյալներ, այդքան հրաշք տեսածներ չմտան Քանանի երկիր, այդ Հեսուի տարած հանգիստը, այնպես են հիմա, որ մեր համար հանգստի օր կա, փութանք, ջանք անենք, ուժեղանանք, զորանանք, վազենք, ամեն ինչը ներդնենք դրա վրա, որպեսզի ոչ մեկս չզրկվի, դա է ասում առաքյալը, ինչի է օրինակը բերում, բա ինչի է բերում սիրելիներ, եթե մենք ինքնաբերաբար պիտի մտնենք այդտեղ, ինչի է օրինակը ինքը բերում, հնի վրա, ասում են նույնպես էլ մեր համար հիմա կայսի, նույնպես էլ հիմա է գործում, ամեն, դու պիտի ջանք անես, փութաս, խութաջան, եռանդով աշխատես, ով այդ իրան հարցնում, տենաս ես հիմա հոգևոր ինքն վիճակում եմ, տենաս իմ կորդինատները հոգևոր հիմա, ինչ է, ես որտեղ եմ հիմա, Աստված ամեն մեկիս համարում է և ինքը երբեք մերավոր չի, եթե չենք հասել, մենք ենք պատճառը, որ չենք հասել սիրելիներ, ամեն, Ղուկաս 8:6 նարինեն, մի հետաքրքիր թարգմանությամբ ճարել եմ այսպես ակրում, ասում է Ղուկաս 8:6 նարինեն, Սերմացանի առակի մասին է խոսքը, ասմա սերմերից մեկը գավ մի հատեղ, մի ապարաժի վրա կա և բուսնելու ժամանակ, խոնավություն չլինելու պատճառով չորացավ։ Մի թարգմանության մեջ ասում է հյութի պակասության պատճառով։ Նույն իմաստ է, բայց քանի որ պակասություն բառն եմ այսօր վերցրել, դրա համար ջանացել եմ այդ բառով տարբերակ գտնելու, ամեն, հիմա, ուշադրություն տա, իմ ուշադրությունը գրավեց, Ղուկասը մի քիչ այլ է գրում Մատթեոսից, իմ ուշադրությունը գրավեց եմ, որ ասում է բուսնելու ժամանակ, դուք պատկերացնում եք, ուզում է արդեն բուսնի, Հնարավորություն չկա, քանի հոգի են հիմա հասկանում, որ եթե մի բանը հողի տակ է, հատ ասա հողի տակ, հենց բուսնավ դուս եկավ, բոլորը տենալ են, որ ծլել է։ Հնեց որ, ուժեղ ծլած հավատացյալներ, եթե մենք ուժեղ ծլած հավատացյալներ ենք, մարդիկ աչք ունեն տենալու, մենք լավ ծլած հավատացյալ ենք, թե չէ։ Ուրեմն, ինչ է լինում, ինչի շատերը հավատացյալներից, շատերը ատենցել չեն բուսնում, սերմը ընկելա, հավատացել ընդունել է այո, ընդունելու ժամանակ ուրախացել է այո, սուր գիտքն է գրում, եկեղեցու եկել է առաջ իր համար աղոթել են, ծախել տվել, մենք սուր գրքի վարպետ եք, չէ, համարները գիտենք անգիր, գիտես, հիմա երկնքում հրեշտակները քեֆ են անում, բերում ենք օրինակներ, չէ, լավ ենք անում, բայց երբ որ գալիս է բուսնելու ժամանակ, որ պիտի ծիտով բոլորը տենան, որ ես մարդը լուրջ հոգևոր է, ասում է, ինքը ներսից հյութ չուներ, մի թարգմանության մեջ ասում է, խոնավություն չուներ, տեսա, խոնավություն չլինելու պատճառով չորացավ, ատենցել իրա ծալել է, ոչ մեկ չտեսա, լսում եք ինձ, հիմա մեկ որ ասում են էսի հավատացյալը, էնի հավատացյալը ձեր մոտ է գալի, ասում եմ հա, բասենց, դե արի իրան բացատրի, որ գալիս է, բայց չի ծել է հլը, դրա համար չես տենում, իրա մոտ հոգևոր կյանք, փոփոխություն, ախորժար,
լիքը պտուղ չես տենում, դա համար են պահը, գիտեք, ես կներեք, ես սա մարդու վրա եմ հասկանում, էլ ծննդաբերության պահը, սադս գիտենք, որ երեխա կա, բայց չի երևում, ու այդ ծնվելու ժամանակ, ուժ չկա, որ այդ երեխեն ծնվի, պատկերացեք տենցա չի ծնվում, ուժ չկա, հյութ չկա, ոնց է առաջանում այդ խոնավությունը, մարդ ով Աստծո հետ կապ չունի, մարդ ով Աստծո հետ հարաբերություն չունի, մարդ ով չի կուտակում իր մեջ Աստծո ներկայությունը, մարդ ով չի լցվում Սուրբ Հոգով Աստծո ներկայությունով, ուժ չունի, այն ժամանակ այն միացած ինքը մի վարկանանոց պահ, որ ծլավ, որ ծնվավ, վերջ, վсё, պրծա, շատերը այդ է, հոգևոր առումով, չեն ծնվում, ստոպ են տալիս, մնում են այդպես ու հեչանում է թումա ժողովուրդ, ինչի համար, որտեղ ներսում չունեն այդ ուժը, հանդիպել եք մարդկանց, ովքեր իրանց կյանքում հանդիպել են մի հատիկ խնդրի, տարիներով չեն կարացել հաղթարել, այդպես մնացել են։ Հյութ չունեն։ Ուժ չունեն դրա վերով անցնելու, ու տենց մնում են տարիներ շարունակ։ Լավ մարդ է, միգուցե հա։ Ավետարան գիտի, միգուցե գիտի։ Եկեղեցի գալիս է, կամ միգուցե գալիս է։ Որոշ խոսքեր գիտի, քարոզներ լսում է, բայց մի բանի է հանդիպել, որ ուժը չի պատում դրա վրից անցնի։ Եվ Աստծով լցվել և Աստծո ներկայությունն է, որ ուժ է տալիս։ Որ մենք այդ բուսնելու պրոցեսը ապրենք։ Հենց որ բուսնում է, նրանք ովքեր սերմ են ցանում, ովքեր հողից հասկանում են, ցանելուց հետո թում նայում են, տենակ ծլել է, թե չէ։ Նայում են, տենում են չի ծլել, ասում են հերը չի ծլել։ Երբ որ ինքը ուզում է ծլի, հողը մի քիչ բրդում է վերև, սենց հողը ճակում է, բրդում դուս է գալի, գիտեք ինչի, որտեղ ուժ ունի, իրա մեջ ուժ ունի, սերմը իրա մեջ ուժ ունի, Աստծո սերմը քո մեջ այդ իրա մեջ ուժ ունի, բայց դու այդ սերմի մասին խնամ չես տանում, բայց դու այդ սերմի վրա չես կենտրոնացել, բայց դու չես մտածում այդ սերմի մասին, չես եմ նայում Ամեն մեկս ինչ-որ բաների մեջ բավարարված նստած եք սիրելիներ։ Սուրբ գիրք կարդալուց հեչ օրինակ եմ ասում։ Ինչ ես նայում, ինչ ես կարդում։ Քանի օրինակ ես կարդում։ Ես քարոզիչներին ասում եմ, ուրիշ տեղերել եմ ասել։ Ասում, երբ որ դու քարոզ եք պատրաստում, երբեք մի թարգմանության բանը չկարդակ ակ խոսակ, որտեղ այսօր թարգմանություններն են կա, կարող է լրիվ ուրիշ իմաստ քարոզես, լրիվ ուրիշ բան քարոզես, որը դուք այս վերջերս մեկ ասում է, սխալ եմ ասում, ասում սխալ չես ասում, բայց այդ համարով ես էդի մեկնաբանում, սխալ էդի է, Հասկացեք? Գաղա միտքը սխալ չես ասում, լավ բան ես ասում, բայց այդ համարն ես այդպես մեկնաբանում, սխալը դրա մեջ է։ Այդ նրանից է, որ տատիս ասած դուզ կարդում ես մենակ հետի։ Առանց ուրիշ բանի հետ համեմատելու, նայելու, ովքեր են կարծում քարոզելը հեշտ բան է։ Կարող միշտ նստեմ ընդել։ Ժողովուրդ խնդրում եմ ձեզ։ Աղաչում եմ ուղղակի, եկեք մի հատ անցած պատգամ ով է հիշում, Աստված հավաքում է։ Աստված ես չեմ կարծում, չեմ էլ մտածում, որ Աստված պատահական է տալիս այս բաները մեզ։ Դուք էլ եք ինքներդ էլ եք հասկանում, Աստված հավաքում է։ Այսօր էլ մեզ ասում է, Արսեն, չպակասես։ Արսեն, դու պակասել ես, չպակասես։ Դու գնալով հոգևորությունից պակասում ես, սառում ես, վիճակը վատանում է, պրիզնատարի։ Ես 16-17 տարեկան տղայի հետ ժամանակ ես Ղարաբաղյան շարժումը որելավ,
ադրբեջանցիները, որ գետային այդ ժամանակ մեր ռայկոմի քարտուղար կար, չէ՞, մեծերը գիտեն, որ այդպես բան կար։ Մեր ռայկոմի քարտուղարի անունը Օթարի Հակոբյան։ Մեր ամբողջ ռայոնի ռեդի էր նստում բանը ռայկոմի։ Օթարի Հակոբյան։ Իրան էլ ասում է, որ ինքը սենց թուրքերին տեղ է տալիս, էլի, այդպես։ Ավելի թուրքասեր մարդ է։ Թուրքամետ է, հա։ Այդպես բանը ոնց որ ասել, սենց իրանց են պաշտպանում ամեն բանի ժամանակ իրանց են պաշտպանում։ Այդպես մի օր եկավ մեր գյուղ, որ մեր գյուղում կռիվ էր եղել թուրքերին ծեծել էին։ Այդպես եկել էր յանը որ բանանի, ասում էր սա հայրին, ասում էր սա հետեսա ասեմ, հեսա ով է խեզեգա բռնի տանի, ոնց սենց խոսում էր գյուղի մեջը, ջահելներին, որ յանը խեք թուրքերին բան դեղացնում, հետևից գոռում էին, ասում էին, դու թուրք ես, Օթարի, այ Օթարի, պրեզիդենտ այ։ Սենց հիմա այս պրեզիդենտի ասում պատմեմ թարմացնեմ մի քիչ։ Հիմա եկեք պրեզիդենտ գանք, եկեք վիզ վերցենք, անկեղծ, քո առաջ ոչ մեկին մի խոստովանի չես ուզում, այսօր խոստովանությունն էլ է դառը պրոբլեմ, գիտեք։ Մարդը չի ուզում, որ ինչ-որ մեկն իմանա, որ ինքը խնդիր ունի։ Առաջ հերթ էինք այլում խոստովանության համար, բայց այս վերջի մի քանի տարի ոչ մեկ չի ուզում խոստովանի մեկին մի բան։ Խինքը իմանա ես պրոբլեմ ունեմ, խինքը իմանա ես պակասել եմ, խինքը իմանա ես տկարացել եմ, խինքը իմանա իմ հավատքը կճացել է, խինքը իմանա ես շեղում եմ տվել ճանապարհից, խինքը իմանա, որ ես իմ ուշքը կենտրոնացում է, էլ Հիսուսի վրա չի միլիոնատ գործ ունեմ, զզվծրի թողիկ էլի ձեր կարոզով։ Չեք հավատում, որ սենց բաներ կան։ Հա? Գոնե ինքդ քեզ խոստովանի, որ դու պակասել ես, որ դու տկարացել ես, որ քո ախորժակն այլևս առաջվանը չի, և դու կարիք ունես նրանով լծվելու, և վերջի համարը մի րոպե։ Դանիելի 5:7 Դանիել մանե հեգեղ պարսի Դանիել 5:7, եթե չեմ սխալվել, եթե ճիշտ եմ գրել, լավ չեմ տենում։ Հələ մի քիչ եսկում ենքում արակ։ Բայց դուք գիտեք, չէ՞ որ կա։ Թագավոր էր, թե չէ։ Կարևոր բան եմ ասում։ Արսե և այդ 25-ը, ոնց չի 7 գերը։ 25-ը ներողություն։ Ընդ է լավ չեմ տեսել, ուրեմն դրա համար 7-ը գրել։ Տերենց մի հատ լավ արնոստ է։ Տեսել տարները մի քիչ ուրիշ ձև է գրած, բայց ոչ։ Իմանայք, թագավոր էր, թե չէ։ Քանի ոնք են հավատում, որ առանց Աստծո թագավոր չի լինում։ Գիտեք սա ինչ նշան, սա կարող եք վերագրել հավատացյալներից։ Կարող եք։ Աստված դրել է։ Սպասում ունի քեզնից, սպասում ունի։ Բայց երբ որ գա քեզ կշռելու պահը, կարող է պակաս գտնվես։ Երբ որ գա քո գործերը ստուգելու պահը, կարող է պակաս գտնվես։ Այս խոսքը նշանակում է մանե թեկև ու պարսին, այսինքն կշռվեցիր և պակաս գտնվեցիր, թարգմանություն էսա։ Այսինքն Աստված եկավ քո գործերը, կյանքը, հոգևորությունը դնելու իր կշեռքի վրա, օրինակ, 31 տարվա հավատացյալ Արսենը մոտավորապես պիտի կշռի 80 կիլո հոգևոր։ Հասկանում ես ինձ։ Արսենին դրես կշեռքի, տեսավ Արսենը 17 կիլո կեժա։ Ասես չէ, եսի 3 տարեկանում են ըլում, ոչ թե 30-ում։ Անորմալ է։ Երեխուն տանում են բժշկի, ասում են, քանի ամսական է 10, դիր կշեռքի։ 10 ամսական երեխեն, օրինակ, բտի ելնի գոնե, նա տոքնեք։ 10 կիլո, 12 կիլո, չգիտեմ։
11 կիլո։ 6 կիլոյա նորմալ չի, աննորմալ է, մի բան խախտվել է։ Հոգևորներից մեջ, գիտեք մենք ենք սենց հանգիստ, որտեղ ոչ մեկը ոչ հավատում է Աստծո կշռվի, ոչ հավատում է Աստծո կշռելու, ոչ հավատում է Աստծո շարժին, ոչ էլ հավատում է, որ ինքը աչոտ է տալու Տիրոջը։ Քեզ կշռելու է, ասել է Արսեն, 31 տարվա հավատացյալ ես, ըստ երկնայի բժշկական, չգիտեմ, սահմանադրության օրենքի, դու պետք է լինես 80 կիլո, 31 տարվա հավատացյալը պետք է կշռի 80 կիլո, սիմվոլիկ թվեր եմ ասում։ Բայց դու 17 կիլո ես, էդի 3 տարեկանում են ըլնում, քո մոտ մի բան խախտված է, դու չես սրվում ստերից, այն օրը երիտասարդներին գիտեք ինչ եմ ասում։ Ասում եմ 400 հոգի Բահաղի մարգարեներ, 450 հոգի Աստարովտի մարգարեներ, 400 գումարած 450, 850 իրանց համար Աստվածաշունչը գրում ասում է, այս բոլորը, այս 850-ը, մի հատ ասա 850 մարգարե ասում է կերակրվում էին Հեզաբելի սեղանից Հեզաբելը դև է մի հատ եղյա կերակրվում էր երկնքի առկայության սեղանից 850-ի գլուխները սխկեց հասկանում ես այդ ինչ եթե դու երկնքի առկայության սեղանից ես կերակրվում քո վրա ոչ մեկ չի կարա ուզում ես 10,000 մարդ ելնի գիտեք, ես նայել եմ դրա համար է Սուրբ Գիրքն ասում 1000 հոգի Քոյեսյանից կգնեն 10,000 Քոյենյանից քեզ բան չի մոտենա սա մենակ նրա համար չի որ Աստված քեզ պահում է սա նաև նրա համար է որ դու ընդեղից ես ուտում Հեզաբելը կերակրվող մարգարեներ ունի ճակերտավոր կերակրվող սուտ բան մարգարե սուտ որ քսի տա հավատացյալների վրա Ո՞վ եմ ասում, քսի տա հավատացյալների վրա Գիտեք մարդիկ Սատանան չի արարում, ծախս անում Մարդկանց է ուղարկում երկրից երկիր Հետում են հետը, որ իբր մի հատ մի բան մարգարեանան գա Իշում եք են անցած նախանցած գիրակի ասել Իրա անձի մասին բան չգիտի Հայաստանի վրա մարգարեանում Իրա անձի մասին բան չգիտի, եկեղեցու վրա մարգարեանում Իրա անձի մասին բան չգիտի, ես իմ ինչերի վրա է մարգարեական խոսք ասում Հատուկ, մի հատ էլ, եկել է, հատուկ ձերով Չէ, դա այլ տեղից է, դու այլ տեղից ես կերակրվում Իմ համար կարևոր է, Աստծո համար, Աստվածաշնչի համար կարևոր է մարգարեացողի անձնական հոգևոր ներքին կյանքը Ինչ ուզում եք արեք, դա կարևոր է Աստված կարա մի հատ թակ, էշին էլ խոսցնի Կարա այս դինամիկի խոսցնի, կարա, բայց մենք սրա մասի չեք խոսում Ներքին կյանքը կարևոր է, որպեսի դու ընդունելի լինես Որպեսի Աստված քեզ բան տա մասշտաբային խոսալու